Կենտրոնի եթերում Էպիկենտրոնը շարունակում է աշխատանքը, ես Տաթևիկ Ավետիսյանն եմ, բարի երեկո։ Օրվա կարևոր իրադարձությունները նախամարոտ։ Բաքվի դատավարական բեմադրության առաջին արարն ավարտվեց։ Ադրբեջանցի դատախազները պատրաստվում են մեղադրական ճառին։ Մեղադրողի ճառը կլինի, հետո դժող կողմը, եթե հանդես կա որևէ եզրափակիչ ելույթով, հետո պաշտպանները հանդես կգան իրենց եզրափակիչ ելույթով, դրանից հետո արդեն մեղադրյալները հնարավորություն կունենան իրենց վերջին խոսքը ասելու։ Ովքեր են զբաղվելու Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով, վարչապետի որոշմամբ ձևավորվել է պետական հանձնաժողով։ Նոր ստորաբաժանում ներքին գործերի նախարարության կազմում գործարկվել է ոստիկանության գվարդիան։ Հայաստանի Հանրապետությունում ուժ կամ չպետք է կիրառվի, կամ պետք է դա տեղի ունենա չափազանց հազվադեպ։ Հայտնի դեմքեր կիբեր հանցագործների թիրախում, ուր է տանում լավ նախապատրաստված օնլայն խաբեության հետքը։ Я являюсь капитаном службы национальной безопасности Армении։ Վենեսուելան ընդդեմ ամերիկյան սպառնալիքի, նախագահ Մադուրոն իր ժողովրդին եւ լատինաամերիկյան երկրներին միավորվելու կոչ է հղել։ Հաուկի անակնկալը լեգենդար բռնցքամարտիկին, Իսրայել Հակոբ-Կոխյանը նշում է 65-ամյակը։ Իլհամ Ալիևը որոշել է չմասնակցել Երևանում հաջորդ տարվա մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Բաքուն պաշտոնապես հաստատել է ադրբեջանական լրատվամիջոցի ավելի վաղ տարածած տեղեկությունը։ Ադրբեջանական կողմը չի կարծում, որ ներկա պայմաններում ամենաբարձր մակարդակով այդ միջոցառմանը մասնակցելը հնարավոր կլինի։ Չնայած պաշտոնական հրավեր նամակ դեռ չի ստացվել։ Բաքվում հիմա այլ հարցերի վրա են կենտրոնացած, այսպես կոչված Զանգեզուրի միջանցք նոտարերկրյա դիվանագետներին ցույց տալուց մինչև գերեվարված հայերի նկատմամբ հաշվեհարդար։ Ադրբեջանական դատական ֆարսը նոր փուլ է մտնում հայերին կեղծ մեղադրանքներ ներկայացնելուց, այսպես կոչված տուժողների հորինած պատմությունները լսելուց հետո դատարանը որոշել է ավարտել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս գերիների դատաքննությունը։ Դատախազները եզրափակիչ ճառերին պատրաստվելու ժամանակ են խնդրել։ Մեղադրողի ճառը կլինի, հետո դժող կողմը, եթե հանդես կա որևէ եզրափակիչ ելույթով, հետո պաշտպանները հանդես կգան իրենց եզրափակիչ ելույթով, դրանից հետո արդեն մեղադրյալները հնարավորություն կունենան իրենց վերջին խոսքը ասելու։ Մեղադրյալները կօգտվեն վերջին խոսքի իրավունքից, թե ոչ վաղ է ասել։ Դատավոր Աղաևը հայտարարել է, որ իրենց ելույթների ժամանակ կողմերը կարող են հղում կատարել միայն դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներին։ Եթե մենք խոսենք նորմալ դատավարության մասին, սա կրկին կարևոր փուլ է հասկանալու, թե ինչպիսի ապացույցներ են քննվել, ինչպես է դա գնահատվում, հետագայում հասկանալու, թե արարքները վերագրվող ճիշտ են որակվել, թե ոչ, բայց քանի որ գործ ունենք շինծու դատավարությունների հետ եւ արտադրության հետ որևէ աղերս չունեցող գործընթացի հետ, այս դեպքում սա ուղղակի բեմադրության շարունակությունն է։ Վերջին նիստում Լևոն Մնացականյանի այսպես կոչված պաշտպանը դատարանին խնդրել է թույլ տալ առանձին հանդիպել իր պաշտպանյալի հետ ընդմիջման ժամանակ։ Զեյնալ Աղաևն ասել է, որ դրա համար պայմաններ կստեղծվեն ընդմիջման ժամանակ։ Թե ինչ է ադրբեջանցին քննարկել պաշտպանության բանակի նախկին հրամանատարի հետ, ադրբեջանական լրատվամիջոցները չեն հաղորդում։ Հանրային պաշտպանի գրասենյակը ինստիտուտ Ադրբեջանում արդյունավետ չէ, անկախ չէ եւ իզորուտ չէ ապահովել պաշտպանություն, հատկապես քաղաքական դատավարությունների համատեքստում որոշ դեպքերում հայրենադարձված մեր գերիները ասում էին, որ անգամ պաշտպանների ներկայությամբ խախտումներ էին տեղի ունենում, այդ նաև բռնություններ գործադրվում, բայց դա անհետևանք էր մնում։ Մեղադրյալներն անցնում են 2548 դրվագով հավաքված կեղծ եւ ակնհայտ հորինված ապացույցների հիմքով։ Իրավապաշտպանը հատուկ որևէ նիստ առանձնացնել չի ցանկանում, իրավական մեծ ֆարսի դետալներին անդրադառնալն անիմաստ է։ Չտեսանք որևէ վկա, որը հարցաքննվի իօքուտ պաշտպանությանը, այն ենթադրյալ ապացույցները, որոնք որ պաշտպանները ներկայացրել են, իբր թե իօքուտ հայ ամբաստանյալների կրկին պարզ չէ, թե արդյոք լավագույն ապացույցներն են, թե ոչ, որտեղ մենք ցավոք սրտի ստիպված ենք ապավինել այն լուսաբանմանը, որը որ ստանում ենք Ադրբեջանից, այսինքն որևէ անկախ ԶԼՄ-ի կողմից կամ դիտորդական առաքելության կողմից մշտադիտարկում չի իրականացվում։
Դեռևս չի ավարտվել միայն Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Արցախի նախկին պետնախարարի գործն առանձնացնելու Բաքվի որոշումը իրավապաշտպանը պատահական չի համարում։ Հատկապես եթե հաշվի առնենք հանգամանքը, որ Վարդանյանին գրեթե նույն մեղադրանքներն են ներկայացվել։ Միանշանակ կարող ենք պնդել, որ դա հատուկ արված, որպեսզի ել ավելի կենտրոնանան հենց Ռուբեն Վարդանյանի դեմ իրենց մղվող, այսպես ասած, պայքարի վրա։ Թե որքան կտևեն շինծ ու դատավարությունները հստակ չէ։ Մեղադրանքները բավարարելու դեպքում ոմանց կարող է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում սպառնալ։ Նրանց արտահանձնելու հնարավորություն կա։ Դա մարդասիրական քայլ է համարվում ամրագրված միջազգային կոնվենցիաներով։ Բոլորիս ակնկալիքը այն է, որ ինչ-ինչ բարենպաստ պայմանների դեպքում կհայտնադարձվեն։ Դատական հաջորդ նիստը նոյեմբերի 3-ին է, հենց այդ օրն էլ մեղադրողները կներկայացնեն իրենց ճառերը։ Իզաբելլա Հովանիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողով։ Հանձնաժողովի նախագահը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։ Բացի նրանից, Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով կզբաղվի ևս 21 անձ, այդ թվում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի տիկինը, ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։ Փաշինյանը հանձնաժողովի կազմում ներառել է նաև բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանին, որը հիմա միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչն է։ Հայաստանում գործարկվել է ոստիկանության գվարդիան։ Սա ոստիկանության 4 հենասյունային ուղղություններից է։ Նպատակն է Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը նպաստելը առավել հասցեական եւ թիրախային գործիքակազմի միջոցով։ Կառավարության հաղորդմամբ միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ եւ վերապատրաստված անձնակազմով ոստիկանության գվարդիային կվերապահվի հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգության ապահովումը։ Գվարդիան կգործի որպես լիարժեք կառույց, չլինելով ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։ Ոստիկանության գվարդիայի ծառայողներին կվստահվի նաև պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը։ Առանց համապատասխան հատուկ պատրաստության գվարդիայի ծառայողը իրավունք չի ունենա կիրառել ուժային միջոցներ։ Ըստ կառավարության, ոստիկանության գվարդիայի ձևավորումը գալիս է ավելի կազմակերպված դարձնելու նաև հավաքների ազատության իրավունքի իրացումը։ Քաղաքացիների համար պետք է թափանցիկ լինի, որ դեպքում եւ ինչ պայմաններում ոստիկանությունը եւ ոստիկանության գվարդիան կարող է ուժ կիրառել։ Ոստիկանության ծառայողի համար էլ պետքա թափանցիկ լինի։ Ոստիկանության ծառայողն էլ պիտի իմանա որն է ուժի կիրառման իրադրությունը, որպեսզի իր մեջ էլ ինքը պետքա բավարար չափով տիրապետի, որ իր մեջ էլ մտավախություն կամ չլինի, հարց չլինի, ինքը այս դեպքում համաձայն օրենքի է գործում, թե համաձայն օրենքի չի գործում, որպեսզի հետագայում այդ թվում բարդություններ չլինեն։ Սա ճանապարհ է, որը մենք պետք է անցնենք։ Իհարկե, մեր կանխավարկածն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ուժ կամ չպետք է կիրառվի, կամ պետք է դա տեղի ունենա չափազանց հազվադեպ, բայց հավատացեք, եթե չլինի ոստիկանության գվարդիա, որը ի վիճակի է անհրաժեշտ դեպքում, ընդհանրապես ուժային կառույցներ, որ ի վիճակի է անհրաժեշտ դեպքում այդ թվում ուժ կիրառել, այդ դեպքում երկրում իրավակարգը պարզապես հնարավոր չէ։ Պետական գրանցում է ստացել առաջարկ Հայաստանին հասարակական կազմակերպությունը։ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետ Ատոնոյանը հայտնել է, որ սա լինելու է հետաքրքիր գաղափարների հավաքագրման պլատֆորմ։ Վերկուսակցական եւ վերքաղաքական այս հարթակում մասնագիտական ներուժ ունեցող մարդիկ չեն կաշկանդվի առաջարկել երկրի առջև ծառացած խնդիրների լուծման մեխանիզմներ։ Օրեր առաջ հայտարարվել է Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի նախաձեռնության մասին, որին արդեն միացել են մարզաշխարհի հարյուրավոր ներկայացուցիչներ։ Ցավոք երիտասարդության շրջանում մի շարք արատավոր երևույթներ, օրինակ թմրամոլությունը, դարձել է մեր ժամանակների չարիքը, եւ դրա դեմ պայքարը պահանջում է միասնական ջանքեր, գրել է Տոնոյանը, հայտնելով, որ առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանը նախատեսում է մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք սկսել։ ՀԱՕԿ-ի ոչ օլիմպիական մարզաձևերի միության, ծնողական եւ ուսուցչական համայնքների, պետական եւ մասնավոր կառույցների համատեղ ջանքերով վստահաբար հնարավոր է հասնել առավելագույն արդյունքի, նշել է Տոնոյանը։ Ծառուկյան ընտանիքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել նաեւ վիրավոր մեր եղբայրների մարզվելուն, վերականգնվելուն
ուղղված բոլոր նախաձեռնությունները։ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանը, որ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ նշանակվել էր ՀԱՕԿ նախագահի օգնական, սկսել է ակտիվ աշխատել։ Առաջիկա օրերին մարտական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ երիտասարդներ կսկսեն անվճար մարզվել Օլիմպիավանում։ Իսկ հատիսի գագաթին լայն թափով շարունակվում է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը։ Առ այսօր կառուցման գործընթացին խորհրդանշական մասնակցություն են ունեցել հազարավոր կամավորներ։ Հիսուս Քրիստոսի արձանը բնականon եւ ինքնաբուխ կերպով հիրավի վերածվում է ազգային կառույցի, որտեղ յուրաքանչյուրը ցանկանում է դառնալ կերտվող պատմության մի մասնիկը։ Այս օրերին եւս կամավորների այցելությունները շարունակվում են։ Համասը վերադարձրել է եւս 3 իսրայելցու մասունքներ, որոնք ուրբաթ երեկոյան Կարմիր խաչի միջոցով տեղափոխվել են Իսրայել։ Մարմինները դեռ պետք է ենթարկվեն դատաբժշկական փորձաքննության ինքնությունը պարզելու համար։ Իսրայելցի զինվորական պաշտոնյաներից մեկը նշել է, որ հնարավոր է, որ դրանք չպատկանեն պատանդներին։ Նույն օրն Իսրայելը Գազայի ղեկավարությանն է փոխանցել 30 պաղեստինցու մարմին։ Չնայած հումանիտար այս գործողություններին եւ դե յուրե հաստատված հրադադարին, Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազային։ Միայն այս շաբաթ անկլավում ավելի քան 100 պաղեստինցի է սպանվել։ Վենեսուելայի նախագահը ժողովրդին կոչ է արել պահպանել հանգստություն ամերիկյան հնարավոր հարձակման սպառնալիքին ընդառաջ։ Նիկոլաս Մադուրոն զգուշացրել է տարածաշրջանում արտաքին ագրեսիայի ռիսկի մասին եւ կոչ արել լատինաամերիկյան երկրներին միավորվել հանուն իրենց ազատության, ինքնիշխանության ու խաղաղության։ Ավելի վաղ Wall Street Journal-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է հարվածներ հասցնել Վենեսուելայում գտնվող թիրախներին, այդ թվում թմրանյութերի մաքսանենգության համար օգտագործվող ռազմական օբյեկտների։ Օգոստոսից Միացյալ Նահանգներն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը Կարիբյան ավազանում, տեղակայելով ռազմանավեր եւ կործանիչներ լատինաամերիկյան թմրանյութերի ապօրինի շրջանառության ցանցերը հայտնաբերելու համար։ Սրանից հետո էլ ավելի էին սրվել Վաշինգտոնի հարաբերությունները Կարակասի հետ, որն ի պատասխան սկսել էր ամրապնդել սեփական ռազմական պաշտպանությունը։ Կարիբյան ավազանում շարունակում են ավերածություններ գործել Մելիսա փոթորկի հետևանքով առաջացած հեղեղները։ Ջամայկայում, Կուբայում, Հայիթիում եւ Դոմինիկյան Հանրապետությունում կենսական ծառայությունների աշխատանքը խաթարվել է, բազմաթիվ ընտանիքներ տեղահանվել են։ Շատ բնակավայրեր մնացել են ջրի տակ։ Ճանապարհները շարունակում են մնալ մեկուսացված, չկա էլեկտրաէներգիա, մաքուր ջուրն անհասանելի է մարդկանց համար։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալով տուժել է ավելի քան 700,000 երեխա, դպրոցների ու առողջապահական հաստատությունների աշխատանքը կատվածահար է։ Նիդերլանդներում գնացքի ու բեռնատարի հուժկու բախումից հետո բարեբախտաբար զոհեր ու տուժածներ չկան։ Գնացքը միայն ջարդուփշուր է արել մի քանի տոննա տանձ տեղափոխող մեքենան։ Վարորդը հետընթաց է կատարել, բախվել արգելապատնեշին եւ փորձել է խուսանավել վթարից, բայց արդեն ուշ է եղել։ Վերջին օրերին նոր թափ հավաքած համացանցային խաբեությունների թիրախում հայտնի դեմքերն են, պաշտոնյաներ, քաղաքասարակության ու մեդիայի ներկայացուցիչներ։ Սցենարը լավ մշակված է, թիրախներն ընտրվում են մանրակրկիտ, բայց ոչ միշտ են զեղծարարները հաջողում։ Հայտնի հաղորդավարին մոլորեցնելու փորձը ձախողվել է։ Մեր գործընկերը նույնիսկ հասցրել է ձայնագրել իրեն զանգահարած եւ ԱԱԾ սպա ներկայացող խաբեբային։ Значит, зовут меня Давид Ашотович Оганесян. Я являюсь капитаном службы национальной безопасности Армении. Ազգային անվտանգության ծառայության կապիտան ներկայացող Դավիթ Աշոտովիչն իրականում շարքային զեղծարար է, որ պարզ չէ ինչ նպատակով կապ է հաստատել մեր զրուցակից Վարդան Օնանյանի հետ։ Նախ ճշտել է, հարմար է զրուցել, թե ոչ, ապա պատմել, թե իբր հայ-ադրբեջանական խաղաղությանը վտանգ է սպառնում, քանի որ ահաբեկչություն է սպասվում Երևանում ու Բաքվում։ Почему-то некоторые предотвратить вот этот мир. В Ереване никаких терактов не было.
Զեղծարարն ասում է, ռուսերեն է խոսում, որովհետև նյութերը հետո ուսումնասիրվելու են նաև Ադրբեջանում։ Օնանյանը ռուսախոս կեղծ կապիտանի հետ զրույցն ընդհատել է, հասկանալով, որ զեղծարարների թիրախում է։ Извините, разговор окончен։ Վերջում ինձ ասում է, լավ, դե որ տենց է կգան, ոնց որ կարգնած ես կցերպակալեն, բռնի ուժով կտանեն, ասի հաջողություն, разговор окончен։ Մինչև կասկածելի զանգը Վարդանը WhatsApp-ով տարօրինակ նամակ է ստացել փոխնախարարներից մեկի անունով լուսանկարով գրանցված հաշվից։ Ասել են, թե ԱԱՑ կապիտանը կկապվի իր հետ քննարկելու հարցեր կան։ Ի դեպ, Վարդանն ասում է, անձամբ երբևէ չի ճանաչել փոխնախարարին, որի անունից իր հետ կապ էին հաստատել։ Հետո ես ճշտեցի, որ իր համարը չի եւ նաեւ միջնորդավորված, խնդրեցի իմ ընկերներին, որ իր հետ ճշտեն արդյոք ինքը ինձ որևէ բան գրել է, ասել էր, որ ոչ։ Մեդիափորձագետները շղթան ուսումնասիրել են, պարզվում է զեղծարարները լավ նախապատրաստվում են, զննում մարդկանց կապերը եւ եթե կեղծ կապիտանի հետ Վարդանն օրինակ շարունակեր զրույցը, նրան համագործակցություն էին առաջարկելու, ապա ասելու էին, որ Ադրբեջանից իր հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել, կարող է կանխիկացնել կենտրոնական բանկում եւ ուղարկել նոր հաշվի։ Պարզվում է զեղծարարների թիրախում լրագրողներ հասարակական քաղաքական գործիչներ են։ Բազմաթիվ դեպքեր տեսանք, որ օրինակ օգտագործվել էր Հայաստանի ժուրնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի անունը, բայց դա ինքը չի, եւ իր անունից գրում են լրագրողներին եւ սկսում են ներկանալ, ասեն, որ գործ է բացվել, ԱԱՑ-ի հետ կապված, այսպիսի մի բան շատ վախենալու, այսպիսի մի սցենար, եւ բանը գրում է նրան, որ փորձեն այդ մարդուց վախեցնելով, ինչ-որ տարօրինակ պատմությունների մեջ գցելով, ինչ-որ գումարներ կորզել։ Մի քանի դեպք ենք տեսել, ընդ որում դեպքերից մեկով, երբ մենք սկսեցինք ուսումնասիրել, սկսեցինք տարօրինակ հարցեր տալ եւ ում հետ խոսում էինք, այդ հաքերը հասկացավ, որ այստեղ երևի իր հետքի վրա են ընկել, անմիջապես սկսեց ջնջել եւ նույնիսկ չկարողացանք հետքերը պահպանել։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրել է, որ իր անունից բացված հաշիվներով եւս փորձում են մարդկանց խաբել։ Նախարարը նույն սցենարն է նկարագրել։ Դժվար է հասկանալ զեղծարարների հետքերը ուր են տանում, բայց ըստ փորձագետի այն, որ գիտեն ինչ գրել մարդկանց ուշադրությունը գրավելու կամ վախեցնելու համար, հուշում է, որ առնվազն հայաստանյան գործընկերներ ունեն։ Տարածված է մեծ ծավալի WhatsApp-ով phishing, այսինքն նախ լեգիտիմ օգտատերերին ուղարկում են, օրինակ ձեր ընկերոջ ուղարկում են ինչ-որ տարօրինակ հղում, առաջարկում են խմբի միանալ, այդ խմբին միանալու հղում իրականում խմբի միանալու հղում չի, այլ WhatsApp-ը այլ սարքում տնելու հղում, հետո մտնում են ընկերների պատմության մեջ, ուսումնասիրում են ովքեր են ընկերները ում հետ են գրել եւ հետո սկսում են արդեն թիրախային այդ մարդկանց հետ գրել, ընդ որում այս պահին իմ տեսած հարձակումներ ավելի շատ պարզ խաբեության, շորթման դեպքերի են վերաբերում, այլ ոչ թե ինչ-որ շատ լուրջ հաքերային գործողության։ Տարօրինակ նամակներ ստանալու դեպքում մասնագետը հուշում է, նախ փորձեք ճշտել, իրականում ձեր ընկերն է նամակի հեղինակը, թե նրա անունով զեղծարարը, հետո միայն պլանավորեք հաջորդ քայլերը։ Էրմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ ԽՍՀՄ 6-ակի ու աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբ Կոխյանը ծննդյան 65-ամյակի առթիվ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից պարգևատրվել է Վարազդատ Արշակունի մեդալով։ Լեգենդար մարզիկն այսօր էլ բռնցքամարտում է եւ իր փորձը փոխանցում է մատաղ սերնդին։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ծննդյան 65-ամյակի առթիվ հաճելի անակնկալ է մատուցում ԽՍՀՄ հնգակի ու աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբ Կոխյանին։ Գագիկ Ծառուկյանի անունից լեգենդար մարզիկը պարգևատրվում է Վարազդատ Արշակունի մեդալով։ Ամբողջ այս մարզական աշխարհը նույնպես շնորհավորում է Իսրայել Հակոբ Կոխյանի 65-ամյակը եւ ինձ խնդրել է մեր օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ հայ առաջի օլիմպիական չեմպիոն Վարազդատ թագավորի մեդալը այսօր ազնեմ Իսրայել Հակոբ Կոխյանին։ Այս գեղեցիկ միսիան ես ուզում եմ կատարել Իսրայել ջան։ Մի ժամանակ ես իմ մեդալները նվաճում էի ու չեմ պատկերացրել, որ կգա մի ժամանակ, որ ինձ կպարգևատրեն, այդ համ պարտավորեցնում է ինձ, որ ես ավելի եռանդով աշխատեմ։
Կաշվեձեռնոցի ամենատիտղոսակիր մարզիկներից մեկին տարիները չեն փոխել։ Նա էմոցիոնալ է, բռնցքամարտին անմնացորդ նվիրված։ Իր փորձը շարունակում է փոխանցել սերունդներին, գործը սիրով է անում, բայց խոստովանում է, ռինգում ավելի հեշտ էր։ Հիմա հասկանում եմ, որ մարզչի գործը ավելի դաժան է, քան թե մարզիկին է, որովհետև մարզիկը ինքն է ու ինքը տիրապետում է ինքը իրան։ Մարզիչը համ կողքից պետք է օգնի, համ էլ նույն ապրումները, ինչ որ բռնցքամարտիկն ապրում, հետն էլ ապրում է։ Ցանկանում եմ, որ մարզությունս շարունակեմ, քանի տարեկան էլ լինեմ, որ գոնե այն արդյունքներին, որ ես հասել եմ, իմ սաները կամ մեր Հայաստանի բռնցքամարտիկները հասնեն ու օլիմպիական մեդալն էլ հետները, որ ինձանից առաջ լինեն։ Հակոբ Կողոյանը Իսրայելը դա լեգենդ է, ոչ թե միայն Հայաստանի, այլ սովետական եւ համաշխարհային բռնցքամարտում անց է կացրել բավականին շատ չափով մրցումներ 336 մարդ, լապատկերացրեք դա ինչ է, դա մի կյանք է մարդու։ Որդին հոր ճանապարհն է բռնել։ Հարությունը Եվրոպայի միջև 23 տարեկաների փոխ-չեմպիոն է ու առաջիկա օրերին էլ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում փորձելու է արծաթը փոխարինել ոսկով։ Արամ Մանուկյան, Սիմիկ Մայլյան, Էպիկենտրոն։ Վահե Աղասյանը հռչակվել է ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն։ Քիշնևում կայացած մրցաշարում հայ ձյուդոիստը հաղթել է Բուլղարիայի, Իսպանիայի, Մոլդովայի, Բելգիայի եւ Վրաստանի ներկայացուցիչներին։ Սա Հայաստանի պատմության մեջ երկրորդ ոսկե մեդալն է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Առաջինը եղել է 2003 թվականին, երբ հաղթել էր Արմեն Նազարյանը։ Այժմ հոսանքի պլանային անջատումների մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջան 11-ից 16-ը, Արաբկիր 25 եւ 27 փողոցների 1-ից 13 առանձնատներ, Արաբկիր 23, 25 եւ 27 փողոցների 1-ի 2-ից 17 շենքեր, Ռիգայի փողոց 126-ի 4 շենք, Ադոնցի 19-ի 8, 19-ի 19, 21-ի 2 շենքեր, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան 10-ից 16-ը Հողագիտական ինստիտուտ եւ Դալմայի այգիներ մասնակի, Աջափնյակ վարչական շրջան 10-ից 16-ը, Աբելյան փողոց 9, 11, 13, Շինարարների փողոց 22, 24, 26, 28, 32 շենքեր, Արագածոտնի մարզ 13-ից 16-ը Բազմախփյուր, Ղազարավան գյուղեր եւ Ուշի գյուղ մասնակի, Արարատի մարզ 10-ից 11-30, Արտաշատ քաղաք, Պատկանյան փողոց մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ 13-30-ից 12-ը Ներքին Դվին, Մրգավան գյուղեր մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ 11-ից 12-ը Մասիս քաղաք, Բաբաջանյան, Հանրապետության, Երևանյան ազատամարտիկների եւ 3-ից 10-ը փողոցներ մասնակի, Մասիս քաղաք 6, 7, 9 նրբանցքներ մասնակի, Սայաթ Նովա գյուղ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ 11-ից 14-ը Արարատ քաղաք, Ворսկու կորզման ֆաբրիկայի Բանավան մասնակի, Լուսաշող եւ Նոր կյանք գյուղեր մասնակի 13-ից 14-30 Այգեպատ գյուղ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ Գեղարքունիքի մարզ 11-ից 13-ը Ծովասար բնակավայրն ամբողջությամբ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Զոլաքար բնակավայրն ամբողջությամբ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ 11-ից 14-ը Ներքին Գետաշեն բնակավայր մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ 12-ից 13-ը Կարենիս համայնք Ավետարանի հավատքի քրիստոնեական եկեղեցի Արտսոն գրուպ ՍՊ Յուքոմ ընկերության բջջային օպերատորի կայան եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ Լոռու մարզ 12-ից 14-ը Գարգար գյուղ Շիրակի մարզ 11-ից 15-ը Անիի տարածաշրջան Սառնախփյուր գյուղ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ Ձիթանքով, Լանջիկ, Խարաբերդ, Ձորակապ գյուղեր, Մարալիկ քաղաքի հարավային եւ կենտրոնական հատվածներ, Համայնքապետարանի շենք, Ներքին գործերի նախարարություն եւ ազգային անվտանգության ծառայության Անիի բաժիններ, Մշակույթի տուն եւ հարակից բաժանորդներ 11-ից 15-30 Գյումրի քաղաք, Ղարսի խճուղու միջնամաս Մայր Հայաստան հուշահամալիրի դիմացի հատված Սպառած էլեկտրաէներգիայի անջատումների ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 080 0180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։ Այսքանը այս թողարկմանը։ Իրադարձությունների զարգացմանը հետևեք մեր եթերում։ Ցտեսություն։